Այս շաբաթ նախագահ Մահմուդ Աբասն իր նախընտրական ելույթում կոչ է արել պաղեստինցիներին բոյկոտել արևմտյան ափում վաճառվող իսրայելական ապրանքատեսակները, հրաժարվելով գնել դրանք։ Աբասը հերքել է Իսրայելի իշխանությունների կողմից տարածվող այն լուրերը, թե իր քաղաքական հռետորաբանությունը դեմ է հրեական պետությանը։ Նախընտրական այս փուլից առաջ Միացյալ Նահանգները զգուշացրել էր Մահմուդ Աբասին, որպեսզի վերջինս զերծ մնա ծայրահեղական ձևակերպումներից, այժմ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության գործընթացը չվտանգելու նպատակով։ Այսուհանդերձ 75-ամյա պաղեստինցի առաջնորդի նախընտրական շտաբի երիտասարդ կամավորներն արևմտյան ափի Ռամալլա քաղաքում թռուցիկներ են տարածում, որտեղ կարելի է գտնել բոյկոտվող իսրայելական ապրանքատեսակների մի ողջ ցանկ։ Խոսելով խնդրի շուրջ, Աբասը նշել է, թե խոսքը վերաբերում է ոչ թե իսրայելական ապրանքներին ընդհանրապես, այլև հատկապես վաճառվող այն ապրանքներին, որոնք արտադրվում են արևմտյան ափի հրեաներով վերաբնակեցված հատվածներում։ Արևմտյան ափի հրեաբնակ Միշոլ Ադումիմի արտադրողների խորհրդի տարածաշրջանային ղեկավար Ավի Էլ-Քայամի խոսքերով վերաբնակեցված շրջաններում արտադրությամբ զբաղվող գործարարները որոշ վնասներ են կրել բոյկոտի արդյունքում, սակայն դրանք աղետալի չեն, քանի որ տարածքի ապրանքների ընդամենը 12-ից 15%-ն է արտադրվում պաղեստինյան ինքնավարության բնակիչների համար։ Միաժամանակ Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Ստեյնիցն անդրադառնալով խնդրին ասել է, թե այս կերպ պաղեստինցիները խախտում են բանակցությունների ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները, ավելացնելով, թե նման պահվածքն անընդունելի է, քանի որ վերաբնակեցման գործընթացը կանգնեցնելով Իսրայելն արդեն իսկ զիջումների է գնացել, եւ որ բոյկոտի միջոցով նոր ճնշումներ բանացնելու պաղեստինցիների քաղաքականությունն իրենք չեն հանդուրժելու։ Արևելյան Երուսաղեմի եւ արևմտյան ափի շուրջ 500,000 հրեաներով վերաբնակեցված տարածքներում արտադրված ապրանքները գնելուց հրաժարվող պաղեստինյան իշխանություններն այս կերպ նպատակ ունեն տնտեսապես թուլացնել վերաբնակներին։ Հիշեցնենք, որ աշխարհն Իսրայելի կողմից իրականացվող վերաբնակեցման գործընթացն ապօրինի է համարում, այն դիտարկելով որպես լուրջ խոչընդոտ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Իրեւ վերաբնակեցված տարածքներում արտադրող ապրանքների վաճառքից ընկերություններն ընդհանուր հաշվով շուրջ $500 միլիոն եկամուտ են ստանում, զուգահեռաբար շուրջ 25,000 պաղեստինցիներ աշխատում են վերաբնակեցված տարածքներում գործող ընկերությունների համար։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։